Բաքուն դիզվառելիքի հերթական խմբաքանակն է Հայաստան ուղարկում, իսկ Երևանից այդպես էլ վագոնները դատարկ են հետ դառնում։ Չնայած Հայաստանն ու Ադրբեջանը տարեսկզբին ցանկեր էին փոխանակել, հասկանալու թե հատկապես ինչ է միմյանց կհետաքրքրի մյուս շուկայից, Բաքվից որևէ պատվեր Երևան առայժմ չի հասնում։ Ըստ մասնագետների, սա ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ենթատեքստ ունի։ Ադրբեջանի իշխող նախագահ Ալիևը մտածում է, որ հայկական ապրանքների ներմուծելու պարագայում կարող է երկրի ներսում սուր քննադատության արժանանալ եւ այսպես ասած չակերտավոր հայրենասիրել իրեն ձևացնում, մտածելով, որ դա կդիտվի, որ հայրենասեր նախագահը թույլ չի տալի թշնամու երկրից ապրանքներ ներկրել կամ թշնամի երկրին տնտեսական օգուտ տալ։ Ամիսներ առաջ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարում էր, թե ադրբեջանական կողմից կոնկրետ հետաքրքրություն կա հայկական փայլաթիթեղի նկատմամբ։ Բանակցություններ էին ընթացել, ինչ-որ փուլում կանգ առել, մինչև օրս թեպետ Բաքվից միլիոնավոր դոլարների հասնող առևտուր են արել հայ տնտեսվարողները, Ադրբեջան միայն $960 հայկական արտադրանք է մտել, ըստ այդ երկրի պետական մաքսային կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալների, այն էլ ոչ թե Երևանից է ապրանք ուղարկվել Բաքու, այլ երրորդ երկրից Նիդերլանդներից են վարդեր ներմուծել Հայաստանի տարանցիկ ճանապարհով։ Կոնկրետ հայտ եղել է եւ կոնկրետ հետաքրքրություն է եղել փայլաթիթեղի նկատմամբ եւ կոնկրետ կոդի փայլաթիթեղի համար ադրբեջանական կողմը խնդրել է կոնկրետ գին եւ մեր արտադրողը տվել է, այսինքն ամենաերկար բանակցությունը, որ գնացել է, այսինքն ցանկերը փոխանակվելուց հետո դա եղել է, որ այսինչ հաստության փայլաթիթեղը մեզ հետաքրքրում է։ Պապոյանի մատնանշած ցուցակում ընդգրկված ապրանքները, որոնք Հայաստանը պատրաստ էր առաջարկել ադրբեջանական շուկային, հենց փայլաթիթեղն էր՝ ալյումինը, ֆերոմոլիբդենը, միրգ բանջարեղենը, առանձին տեսակի խմիչքները, ինչպես նաև տեքստիլ արտադրանքը։ Ինքը պատրաստ է թույլ տա, որ հայ գործարարները գան Ադրբեջանից ինչ-որ ապրանք գնեն եւ Հայաստանում վաճառեն, բայց իրենք շահագրգռված չեն, որ հայկական ապրանքը գնա ադրբեջանական շուկա։ Իսկ հայ գործարարները, որոնք Ադրբեջանի հետ տնտեսապես կապված կլինեն, Բաքվի համար սա ուղիղ հնարավորություն է մտնել Հայաստանի քաղաքական նաև դաշտ, որովհետև այդ գործարարները իրենք լինելու են Ադրբեջանի շահերի լոբինգ իրականացնող եւս մեկ գործիք։ Իսկ այն հանգամանքը, որ Հայաստանը Բաքվից ապրանքներ է ձեռք բերում, ինչպես նաև ստանում այլ բեռներ, որոնք պարզապես անցնում են Ադրբեջանի տարածքով, հայաստանյան իշխանությունները ներկայացնում են որպես խաղաղության հաստատման գործնական դրսևորումներից մեկը։ Սակայն փորձագիտական եւ վերլուծական շրջանակներում այս մոտեցման հետ համաձայն չեն։ Մասնագետները հարցնում են՝ խաղաղությունը միակողմանի է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։